Հայաստանում կանայք գիտության մեջ եւ մեծամասնություն են, եւ փոքրամասնություն։ Այո, ճիշտ լսեցիք։ Մեր երկրում գիտնականների 52%-ը կանայք են։ Այսինքն լաբորատորիայում կամ հետազոտական խմբում ներգրաված յուրաքանչյուր երկրորդ գիտնական կին է։ Իսկ երիտասարդ գիտնականների շրջանում թվերն ավելի տպավորիչ են։ Մինչև 50 տարեկան գիտնականների 10-ից 6-ը կանայք են։ Այո, թվերը տպավորիչ են, բայց պատմությունը սրանով չի ավարտվում։ Կանանց համար գիտություն տանող ճանապարհ այդքան էլ հեշտ չի եղել։ Եթե հետ գնանք ժամանակի միջով մի 30 տարի, ապա կտեսնենք, որ միջազգային հրապարակումներում կին գիտնականների մասնակցությունը 10%-ի էլ չէր հասնում։ Իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը հասել է 27%-ի։ Բայց բարձր ներգրավվածությունը դեռ չի նշանակում հավասար հնարավորություններ։ Այո, Հայաստանում կին գիտնականները նաև փոքրամասնություն են ղեկավար պաշտոններում։ 2024 թվականի դրությամբ գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնող 442 անձանցից ինստիտուտի տնօրենից մինչև լաբորատորիայի կամ գիտական խմբի ղեկավար միայն 30%-ն են կանայք։ Ստացվում է, որ գիտական աշխատանքներում տղամարդիկ եւ կանայք գրեթե հավասարաչափ են ներգրաված, բայց որոշումների ընդունման սեղանի շուրջ նրանց ձայնը պակաս է լսվում։ Infocom-ն այս անգամ պատմում է երկու կին գիտնականի մասին, ցույց տալով, թե նրանք ինչպես են կառուցում իրենց գիտական կարիերան եւ ինչ դժվարությունների միջով են անցնում մայրության շրջանում։ Հոդվածը կարող եք կարդալ բիոյում տեղադրված հղմամբ։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումներ, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։